Ուզում եմ ընդգծել, որ 2026 թվականը վճռական նշանակություն է ունենալու խաղաղության համար, որովհետև հունիսին տեղի ունենալու հերթական խորհրդարանական ընտրություններ եւ այդ ընտրությունները ըստ էության ունեն մի առանցքային հարց, որի պատասխանը պետքա տրվի եւ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Սա ըստ էության այդ առաջիկա ընտրությունների առանցքային քաղաքական իմաստը եւ նպատակն է, համենայն դեպս կառավարության տեսակետից, բայց ոչ միայն կառավարության տեսակետից։ Պիտի ընդգծեմ, որ հարցը այդպես է եւ կառավարության տեսակետից եւ պատմական տեսակետից եւ բոլոր հնարավոր մյուս տեսակետներից, այսինքն 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների առանցքային հարցադրումը հետեւյալն է կամ անհրաժեշտությունը հետեւյալն է Հայաստանի Հանրապետության ժողովուրդը իր ընտրությամբ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Հակառակը Հայաստանը յետ գլորելն է կոնֆլիկտի եւ ֆորպոստի տրամաբանության մեջ։ Ուզում եմ ընդգծել, որ խաղաղությանը տեր կանգնելով Հայաստանի ժողովուրդը տեր կկանգնի նաեւ իր անկախության այս նորընծա մակարդակին, իր ինքնիշխանությանը, իր պետությանը եւ ես հիմա խուսափում եմ ասել տեր կկանգնի նաև իր ապագային, որովհետև կարծում եմ, որ ապագան հիմա է։ Մենք հիմա սովորաբար ապագան ընկալում ենք որպես ինչ-որ հեռավար մի բան, բայց նաև ուզում եմ վերադառնալով, քանի որ ընտրությունների կոնտեքստում եմ հարցը դիտարկում, 2021 թվականին մենք ընտրություններին կառավարող քաղաքական ուժը ընտրություններին մասնակցեց ապագա կա կարգախոսով։ Հիմա մենք այսօր ապրում ենք այդ ապագայի մեջ։ Էսա այդ ապագան, որի մասին մենք խոսում էինք, հարգելի գործընկերներ։ Ապագան այլևս վաղը չէ։ Եվ իմիջիալոց շատ հետաքրքիր է, որ այդ կարգախոսը երևի ինտուիտիվ ճիշտ է ձևակերպվել։ Կարգախոսը նրա մասին չէ, որ ապագա լինելու է։ Ապագա կա եւ ապագան կա այն ժամանակ ինչ որ իմաստով սպասվող այսօր ներկա, այսինքն ապագան այսօր է եւ շատ կարեւոր եմ համարում, որ մենք ապագայի հետ կապված մեր ընկալումները փոխենք, որ եւ հասկանանք, որ ապագան այլևս հեռավոր որոշակի կասկածելի երևույթ չի։ Ապագան մեր այսօրվա ամենօրյա կյանքն է, որովհետեւ 5 րոպե առաջ սա արդեն ապագա էր, ինչ որ հիմա կամ կես ժամ առաջ։ Եվ այս առումով իհարկե առանցքային նշանակություն ունի, այդ թվում խաղաղության տրամաբանության մեջ, այն որ մենք մեր գործողությունների գաղափարաբանության առանցքում դնում ենք պետականությունը եւ պետությունը, որովհետեւ պետականությունը եւ պետությունը առանցքային նշանակություն ունեն, այդ թվում խաղաղության օրակարգի սպասարկման, բայց նաեւ պետության ֆունկցիան շատ կարեւոր է ճշգրտել եւ այս ընթացքում իրական Հայաստանի գաղափարախոսությամբ մենք ճշգրտել ենք նաեւ այդ ֆունկցիան, որովհետեւ հնչած թե չհնչած, ձևակերպված թե չձևակերպված, մեր իրականության մեջ այդ հարցը գոյություն ուներ։ Ի վերջո ինչի համար է պետությունը, ինչի համար է Հայաստանի Հանրապետությունը։ Նախորդող շրջանում ձևակերպված թե չձևակերպված, գիտակցված թե չգիտակցված, ըստ էության մենք առաջնորդվել ենք այն տրամաբանությամբ, որ Հայաստանի Հանրապետությունը հենման կետ է բնույթով այլ պետություն ունենալու համար։ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը ասում է, որ Հայաստանի Հանրապետությունը ըստ էության իր միջազգայինորեն ճանաչված տարածքով ինքնաբավ է այդ առումով եւ նրա խնդիրը սեփական քաղաքացիների անվտանգությունը, բարեկեցությունը եւ երջանկությունը ապահովելն է։ Եվ մեր բոլոր ռազմավարությունները ներառյալ անվտանգային, պաշտպանական եւ այլն տեղավորվում են այս տրամաբանության մեջ։
Սա շատ կարևոր նրբություն է եւ մենք օրինակ այդ թվում իհարկե նախկինում դրա մասին խոսել ենք, ասել ենք նաեւ, որ այո, մենք այսօր շատ մեծ տեմպերով զարգացնում ենք մեր բանակը եւ բայց նաեւ զարգացնում ենք մեր բանակի հայեցակարգ, այն հայեցակարգը, որի վրա հիմնվում է մեր բանակը։ Եվ մենք ասում ենք, որ մեր բանակը Հայաստանի Հանրապետության միջազգայինորեն ճանաչված ինքնիշխան տարածքից դուրս խնդիր չունի լուծելու։ Եվ մենք նույնիսկ շատ կարևոր ենք համարում, որ մեր ամենօրյա աշխատանքային խոսակցության մեջ մարտունակ բանակ հասկացությունը վերափոխենք եւ վերաձևակերպենք պաշտպանունակ բանակ, որովհետեւ երբ որ ասում եմ մարտունակ բանակ, ինքը չի տեղորոշում այդ պոտենցիալ մարտը, որտեղ է տեղի ունենում կամ որտեղ կարող է տեղի ունենալ։ Մեզ համար շատ կարևոր է, որ մենք ընդգծենք այս կոնտեքստը, որ Հայաստանի Հանրապետության բանակը պետք է լինի պաշտպանունակ, այսինքն պետք է վիճակի լինի պաշտպանել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անվտանգությունը եւ ընդ որում ես ուզում եմ ընդգծել, որ սա միջազգային օրենքներով յուրաքանչյուր պետության պարտավորությունն է ապահովել սեփական քաղաքացիների անվտանգությունը, այդ թվում հնարավոր արտաքին միջամտություններից։ Եվ իհարկե բոլոր այս հարցերի վերաբերյալ մենք հիմա կարող ենք տարբեր հայեցակարգային հարցեր քննարկել,